Նոյեմբերյանի համար 2 հիմնական դպրոցն է։ Ոսկե մեդալակիրների ծառին 1982-ի մեդալակիրների մեջտեղում 1983-ի շրջանավարտ Վերանյան Ալբերտի լուսանկարը հայտնվել է 88-ի շարժումից հետո, երբ այդտեղից հանել են Մուսթաֆաև Շահենի նկարը։ Այդ էջերը, այդ գրականության կամ ընդհանրեն պատմության բոլոր էջերում միայն 5 էր։ Դասընկերուհին է հիշում գերազանցիկ Շահենին, կադրում երևալ չի ուզում, 44-օրյա պատերազմից հետո կարողանար գուցե հիշողությունից էլ ջնջեր ադրբեջանցի դասընկերոջը։ Միասին Ջուջևանի դպրոցում են առաջին դասարան գնացել, 8-րդից տեղափոխվել Նոյեմբերյանի դպրոց։ Նախավերջին այս նստարանին էր նստում Շահենը, անգիր էր անում հայոց պատմությունն ու հայ գրականությունը։ Մոր սրտով չէին Շահենի զբաղմունքները, վիճում էր ուսուցիչների հետ, պահանջում տղային քիչ հայերեն գրքեր տալ կարդալու։ Դասընկերուհին հիշում է, որ Շահենի քույրն էր աչքի ընկնում հակահայկական, այն ժամանակ բոլորին մանկական թվացող ակցիաներով։ Հայաստան բառը Գյուլնարան համառորեն փոքրատառ էր գրում։ Շահեն այդպիսի անտակտություն չէր անի, քույրը կաներ, նրա մեջ ազգային ուժեղ էր։ Տիկին Անուշը Ջուջևանի դպրոցում 4-ից 8-րդ դասարաններում է հայոց լեզու եւ հայ գրականություն դասավանդել Շահենին, նաեւ նրա քրոջն է դաս տվել։ Հայաստան բառը փոքրատառով գրեց։ Ասացի Գյուլնարա, սխալ չունես գրադախտակին գրած նախադասության մեզ, թե ոչ։ Ասացի լավ նայիր, սխալ չունես, թե ոչ։ Ասի Հայաստան բառը երկրի անուն չի, ինչու ես փոքրատառ գրել, թե լավ եմ արել, այդ լավա են հասուն Թուրքիա բառը փոքրատառ էր գրել եւ հետո ասի ամուր չի այն աղբյուրը, որի ջուր ես խմում մի պղտորի։ Տարիներ անց դասընկերները Մոսկվայում են հանդիպել Գյուլնարային, գրկախառնվել են, համար են ուզել։ Ասել պապա, որի մարդը իմանա, որ ես ես հետ էսպիսի կապ ունեմ, ինձ կսպանի։ Իմ հայրը մի ասացվածք էր ասում էր թուրքի տղին միջևը ծեծես ոչ, նա քեզ հնգերանալ չի։ Այսինքն մենք պետք է կարողանանք ծեծ տալ դրանց, որպեսզի ընկերանանք։ Իսկ այդ ծեծը նշանակում է հզորանալ։ Լսել է տիկին Անուշը, որ իր փոքրիկ ադրբեջանցի աշակերտը մեծացել, դարձել է փոխվարչապետ, հիմա էլ նշանակվել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նախագահ։ Եթե պրոադրբեջանական չլինի, ես կմեղադրեի նրան։ Որովհետև նա ադրբեջանցի է։ Եթե ես է եղել, ես ինչ կանեի։ Ինքը հավատում է, որ մի օր գալու են խաղաղ օրեր տարածաշրջանում։ Ուզած չուզած, որովհետև հավերժական հարևաններ ենք, լավ միջև երբ թշնամություն պիտի պահպանվի։ Չնայած հիշում է, թե ինչպես էին երեխա ժամանակ իրենց քարերով խփում հայի հողում ապրող ադրբեջանցի փոքրիկները։ Մեր բառով ասած քարահերոց են անում։ Այդ Մուստաֆաև Շահինը, որը մենք Շահին ենք ասում։ Նոյեմբերյանցի գրող դրամատուրգ Սամվել Բեգլարյանը պատմությունը սկզբից է պատմում։ Նախ ասում է Նոյեմբերյան է եկել Շահինի պապը Իսան։ Որ եղբորս տղեն գա հորթերդ պահի, քերուս տղեն գա ոչխարներդ պահի, եւ այդպես գյուղ են ստեղծում։ Այդպես էլ Իսան անասնապահությամբ զբաղվելու անվան տակ Նոյեմբերյանը բերել որդուն Ավդլային, Շահին Մուսթաֆաևի հորը։ Հայերեն խոսում էին ընտիր, բոլոր ամբողջ ընտանիքը դրսում, բայց ընտանիքի ներսում ոչ մի բառ հայերեն։ Թուրք երբեք չի կարող բարեկամ լինել։ Այնպես ինչպես 18 թվականին իմ երկու հորեղբայրներին են մորթել, մեշոկի մեջ տարել դրել տատիս առաջը։ Երբ որ մեր հայ տղային, երեխային հարցնում ենք մեծանաս ինչ է դառնալու, ասում է օդաչու, բժիշկ, գրող, նկարիչ, լավագույն դեպքում կարող ասես սպա, բանակի սպա։ Իսկ թուրքը իր լամուկին երբ հարցնում է մեծանաս ինչ է դառնալու, ասում է Էրմենի Օլդրան, նշանակում է հայ սպանող։ Դա նրանց մոտ պրոֆեսիա է, դա նրանց մոտ մասնագիտություն է։ Սամվել Բեգլարյանը կարծում է, Շահին Մուսթաֆաևին հատուկ է ընտրել Ալիևը ու նշանակել սահմանազատման հանձնաժողովի նախագահ։ Նա ուղնուծուծով գիտի հայի թույլ կողմերը։ Ոսկե մեդալով ավարտել է մեր Շահենն է։ Միամիտներս պետք է մտածենք, որ նա մեր Շահենն է, բայց նա Շահին Մուստաֆաևն է։ Երթվյալ հայատյաց։ Եթե ազերիները
Ալիևը տեսներ, որ նա հայամետ է, նրան նախարար կդարձներ, հետո էլ փոխվարչապետ, ինչ եք կարծում։